Ես մի բան կարող եմ ասել, ես որպես հավատացյալ մարդ, ով ինձ վատ է կամենում, ես իրենց բարին եմ կամենում, ով իմ երեխեքի նկատմամբ, ով իմ հարազատներին վատ է ասում, ես իրենց երեխաներին ասում եմ թող լավ լինեն, անփորձանք լինեն, Աստծո մոտ տեղ ունենան։ Իրանց երկու շնորհք տա, որ հիշաչարությամբ չզբաղվեն, այդքան բան։ Քաղաքականություն ինչ պատմություն է կմանրամասն ինչ մեղադրանք են ձեր որդուն առաջ։ Ուրեմն փողոց են կառուցում, թե ինչ են կառուցում, այդտեղից ինչ որ խիբար մի բան հավաքում տանում թափում են տաշտերը։ Յանի բանը իմտեղ էս ասել է տարեք լցրեք այստեղ ծիծաղի առարգայելի բան։ Դա էլ արժեք չունի, գին չունի, բան չունի։ Ինչ շորտում, ինչ բան, ինքը ոչ պետական կառույցում աշխատել է, ոչ բաներ է, դա ոնց ասեմ, դա իրենից արժեք չի ներ, զերոյական արժեքի մասին է խոսքը, որոնք թափում են, հիմա կելեք գնանք ամբողջ քաղաքի 4 բոլոր նմանատիպ բան է թափած։ Ուղղակի այդպես բան է։ Չեմ ուզում, գիտեք ինչ, դա դե ասում եմ, դե հիմա իրանք դերել են շուրջ, իրանք է չգիտեն ինչ են ասում։ Այսինքն իրենք էլ չգիտեն դա ինչ է, շորտում նշանակում է պետական կառույցում աշխատել, շորտում կամ ինչ որ մի բան։ Ինքը ոչ պետական կառույցում է աշխատել, ոչ դա իրենից արժեք է ներկայացնում։ Ուրեմն այդ գույքը իրենից ոչ արժեք է ներկայացնում, ոչ բան, դաշտերի թափածի մասին է խոսքը։ Եվ այդպիսի բան, որ միանշանակ ինքը ոչ տեսել է, ոչ քննարկել է, ոչ խաբար է, ոչ էլ այդպիսի բան կա։ Հերթական գործ կարելու բանը սկզբունքը այդքան արժի խոսել։ Նաև պատգամավորները իշխանության ասում են, որ թող գլուխը կախ աշխատի Վարդան Ղուկասյանը եւ եթե գործին հանցագործի քաղաքապետ լինելը դրանով չի փրկվում։ Ուրեմն ես դրանց չեմ ուզում հագադարձել, որովհետև դրանք այդքան արժեք չունեն, դրանք ճանաչվածություն չունեն, դրանք ընդհանրապես չենք է ճանաչում դրանց, ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը ճանաչում եմ, ես դրանց չեմ է ճանաչել, պատահական ծլել են, հիմա սպասեք գնայինք, այդպես պատահական է գնան, հիմա դրանց պետք է ես հագադարձեմ, դրանք հիմա արժի դրանց չեմ էլ ճանաչում, ով է այդ Պալյանը, ով է քաղաքի ինչ են եղել դրանք, որտեղ ինչ են արել, ով են, ինչ գոյություն ունին։ Տրվել ձեզ քաղաքապետ դարձրեց Դե Մարտուն Գրիգորյանը։ հիմա դիդավորյալ հանձնարարական են ստացել, որովհետեւ ինձ շարքից հանեն։ Ես դրանց հետ իրանք ասեն ես պատասխանեմ, բայց այդ հաջողքը ես իրենք չեմ պատճառի, որովհետեւ իրենք այդքան հարկանք չունեն, այդքան քաշ չունեն եւ իրենք այդ քաղաքում 1000 հոկանոց բան են, մարտիկ են ամբողջ այդ պետական կառույցները իրանք ձեռքին է, իրանք 1500 ձայն ունեն, դիմացը կապրենք կտեսնենք այդ ձայներն էլ որ հավաքել են, այդ ձայներն էլ բոլորս տեսանք, թե ինչքան գումարներ բաժանեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, գրանցել տվեցին ու ընտրությանը մասնակցեցին, դուք արկա եկեղեցորը տեսել եք, թե որ այդ ձայները իրենց ձայները չի, իրանք սարկած, պդդեցրած, հասկացար, այդ ամեն ինչը կազմակերպված, գումարները բաժանած, տեսակ թե մի մարտում 60000 դրամ գումար են բաժանել, դուք եք նկարահանել, մեր մոդել այդ փաստերը կա։ Ես այդ ձայները եւ կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարտիկ ընտրեն, այդ թիմը, իր թիմը, իրեն խայտարակում է, այդքան բան։